Զրուցում ենք ազգային ժողովի նախկին պատգամավոր քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանի հետ։ Պարոն Աբովյան, այսօր փետրվարի 18-ին Արցախյան շարժման մեկնարկի օրն է, հենց այսօր Ստեփանակերտում տեղի ունեցավ հանրահավաք Ադրբեջանի կազմից դուրս գալու հարցով, որից հետո Հայաստանում հանրահավաքներ սկսվեցին։ Այս տարիների ընթացքում ինչը պակասեց մեզ, որ մենք չկարողացանք մեր այդ հաղթողի կարգավիճակը պահել։ Իհարկե Արցախյան շարժման մեկնարկի օրը դա առաջին հերթին արժանապատվության եւ Հայաստանի Հանրապետության ապագայի համար շատ կարեւորագույն օր է, որովհետեւ Արցախյան շարժումը ըստ էության նախանշեց հայ ժողովրդի, հայերի, գիտեք, նպատակը ապրել անվտանգ եւ ապրել իրենց հայրենիքում։ Ինչի սկսեց Արցախյան շարժումը։ Արցախյան շարժումը սկսեց շատ պարզ մի իրավիճակից, որ Ադրբեջանը այն ժամանակ, որը արդեն իշխան, Խորհրդային Միության վերջին այդ ժամանակաշրջանում սկսեց հետևականորեն հայկական էթնոքաղաքական միավորի դուրս մղումը եւ այո, Արցախյան շարժումը մեկնարկը Արցախյան շարժման ըստ էության մեկնարկ տվեց նաև ընդհանուր հայերի իրենց իրավունքների իրենց կյանքի համար պայքարելու այդ ամբողջ գործընթացին։ Ես շնորհավորում եմ բոլորին։ Պարոն Աբովյան, այնուամենայնիվ հաղթանակներից հետո մենք այսօր ունենք իրավիճակ, երբ էլ Արցախը մերը չէ, երբ դրան զուգահեռ կան գերիներ, ցմահ կամ շատ երկար տարիներով ազատազրկված են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, երեկ էլ իմացանք Ռուբեն Վարդանյանի 20 տարվա ազատազրկման մասին, սա մեզ համար ինչ է նշանակում, որովհետև հասկանում ենք, հա, որ դա միայն իրենց ազատազրկումը չէ։ Այո, սա նշանակում է հետևյալը, որ այսօր մենք ունենք մի իրավիճակ, երբ որ թե Թուրքիան, թե Ադրբեջանը չեն դադարել իրենց նկարտումները, մենք ունենք իրավիճակ վերաիմաստավորել վերջին 7 կամ 7 տարվա դելով այսպես ասենք, ժամանակահատվածում մեր կողմից դիրքորոշումը մեր հենց իրավունքների պաշտպանման համար հենց թույլատրած եւ հենց մենք հավատացինք տարատեսակ թուրքերին եւ տարատեսակ կառույցներին, որոնք Թուրքիայի եւ Ադրբեջանի շահերն են պաշտպանում Հայաստանում, այդ օրվանից սկսեց անկումը հայկական էթնոքաղաքական միավորի իրավունքների։ Անկավ Արցախը ժամանակավոր ավելի քան համոզված եմ, ժամանակավոր, բայց այնուամենայնիվ անկավ գահավիժում է Հայաստանի Հանրապետության սուվերենությունը, անկախությունը եւ ինքնիշխանությունը։ Եվ այս ամենը մատուցվում է որպես խաղաղությանը միտված անհրաժեշտ գործողություններ, իշխանությունների կողմից։ Այսինքն ստացվում է հետևյալը, որ հայերի իրավունքը ապրելու իրենց հայրենիքում փոխարինվում է ինչ-որ մի անհասկանալի խաղաղություն բառով, որի հետևանքները շատ ցայտուն երևում են Արցախում, որտեղ հայ չկա։ Պարոն Աբովյան, եւս մեկ հարց, մենք այնուամենայնիվ այս կարգավիճակով գնում ենք ընտրությունների մի քանի ամսից, ինչ է լինելու ընտրություններից հետո, եթե այս իշխանությունը կարողանա վերարտադրվել եւ մենք արդյոք մտավախություն չպետք է ունենանք, որ եթե այդ արևմտյան Ադրբեջան եզրույթը Հայաստանում իրականություն դառնա, ապա նաեւ մեր կառավարման համակարգում ընդգրկված կլինեն, չգիտեմ, օրինակ որպես ազգային փոքրամասնության ներկայացուցիչներ ադրբեջանցիները։ Դուք շատ լավատես եք, որ կարծում եք, որ այդ process-ը այնքան երկար կլինի, որ կառավարության մեջ ադրբեջանցիներ ներգրավված կլինեն։ Process-ը լինելու է շատ պարզ եւ հստակ։ Ընտրությունների մարդիկ որոշելու են, ապրելու են անկախ ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունում, թե արևմտյան Ադրբեջանում։ Սա է։ Հավատացնում եմ ձեզ, ոչ ոք երկար բարակ դες չի խաղացնի, չնայած թուրքերի ու ադրբեջանցիների սցենարի մեջ կա երկար խաղացնելը մեզ, բայց այնուամենայնիվ process-ները զարգանալու են շատ արագ։ Շնորհակալ եմ մեկնաբանության համար։